Մենք ուղիղ եթերում ենք, մեզ կարող եք հետևել Հայլի ակումբի եւ Անժելա Թովմասյան YouTube-յան էջերով, Իմ հյուրն է Դեմոկրատական կուսակցության փոխնախագահ Նարինե Դիլբարյանը, բարև ձեզ Տիկին Դիլբարյան, շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Քիչ առաջ ահա զանգ ստացվեց ու ես պիտի խնդրեմ եթերի ընթացքում էլ հետևեք, եթե ինչ-որ նոր ինֆորմացիա կլինի, խնդրում եմ փոխանցել, կարծում եմ Այր Հայաստան անպայման կխոսի սրա մասին, ուրեմն պարզում է քիչ առաջ վաղար շաբաթում անհայտ անձանց կողմից գետնին տապալելուց հետո առևանգել են Այր Հայաստանի աջակից բլոգեր Օնո Հարությունյանին, հայտնում է Այր Հայաստան շարժումը, այսինքն մենք ինչքան ընտրության օրը մոտենում ենք, մենք տեսնում ենք, որ այսպիսի բաներ, նոր կադրեր են հայտնվել Աբովյանում տեղի ունեցած սպանությունից, մեր ոստիկանական պետություն չէ, ինչ պետություն է դարձել սա, ոստիկանական պետություն լինենք, այսպիսի դեպքեր տեղի չեն մարդասպանների, հանցագործների երկիր ու գիտեք, այն որ սենց բանով Տիկին Դիլբարյան, ես պիտի խնդրեմ նաև ձեզ մոտ թեմաները նշեք, բանն են դարձել էլի, ես մեր ներքին գործերի նախարարը, փոխնախարարը սենց հանգիստ նստած, այո, կրկնապատկվել է, եռապատկվել է, քառապատկվել է հանցագործությունը եւ բանը անամոթաբար, ասենք կարող ասել Սամվել Կարապետյանի գործով զբաղվեն 50 քանի քննիչ, այն մյուսի սրբազանների գործով 23 քննիչ, այո, հենց այդ հանցագործությունները ես վերջին ինֆորմացիաներ ներկայացնեմ, դուք հերթով այդ թեմաների մասին, որ խոսեք, ուրեմն Նիկոլն է խոսել, չի կարող այդպիսի բան ասվել, ինչին է անդրադարձել, ուրեմն ռուսական Հայաստանը քաղաքական պատճառներով ցանկանում է անջատվել Մոսկվայից եւ օգնել Կիևին Ուկրաինայից ավելի թանկ հացահատիկ գնելով, հայտարարել է Ռուսաստանի արտաքին հետազոտության ծառայությունը, սակայն ինչպես ընդգծում է Երևանը, դա սկզբունքի հարց է։ Ընկերությունը փողը փող Բրյուսելից խնդրում են փոխհատուցել ուկրաինական հացահատիկի ավելցուկային արժեքը, նշել է ծառայությունը։ Սրա մասին ինքն էլ հետո այո, Նիկոլն էլ չի կարող ասում է այդպիսի բան լինել, ասել է Փաշինյան, արձագանքելով Ռուսաստանի արտաքին հետազոտության ծառայության հայտարարության, հետո դրանից հետո խոսել է Պեսկովը, ասելով Ռուսաստանի արտաքին հետազոտության ծառայությունը երբեք մերկապարանոց հաղորդագրություններ չի տարածում, ասել է Պեսկովը, այսինքն մեկ անգամ եւս հաստատել է, որ այո, այդպես է։ Եվ ընդհանրապես այս ամեն ինչը ինչից հետո նաեւ այսպիսի մեկ այլ կարևոր թեմա անասնակերի խմբակցությունն է, անասնակերի մասին է խոսքը, այն որ մեկ ամիս շարունակ, երկու ամիս շարունակ տարածում էին, որ տեսեք, ինչպիսի մեծ աշխատանք, սիրելի հայրենակիցներ, ես խնդրում եմ ձեր բոլորի ուշադրությունը եւ այստեղ է, որ պիտի ասել ուր է ընդհանրապես ընդդիմությունը, լավ է որ բացահայտեցին, բայց սա պիտի դառնար, չգիտեմ ինչ ար, ու պարզապես մեզ անասնակերեն մատուցել Հայաստան, կենթանակեր են մատուցել, այսինքն ալֆա եւ միկրոտոքսիններով, ինչպես նշում են, հենց ղազախական շատ փորձագետ։ Դուք պատկասեք թունավորված անասնակեր են բերել, մենք չի բացառում, ասենք արդեն 1 շաբաթ է կամ 10 օր է, չի բացառում, մենք արդեն ուտում ենք դա, որովհետեւ հացահատիկի մեջ, չգիտեմ ինչի մեջ կիրառում են կերակ, ստացակ նվերը ստացակ Նիկոլից եւ Ալիևից եւ Ղազախներից ստացակ, ցորեն էիք բերում, հիմա հասկացաք ինչի մասին էին խոսում։ Ես կարծեմ սա պիտի օրակարգեն ամենաթեժ կարևոր հարցերից մեկը դա, այո, որովհետեւ ցորենը այնպեսի սննդատեսակ է, բայց իսկ կուզենայի սկսեինք, որ արդեն վաղար շաբաթին նախորդին մենք փաստորեն տեսնում ենք, որ ակնհայտ բռնաճնշումներ են կատարվում ընդդիմադիր այսպես թեկնածուների թիմերի հանդեպ, որը նշանակում է Կիրակի օրը մեզ կարող են սպասել շատ մռայլ դեպքեր, պետք է կանխել, ես կարծում հանրային ժամանակին արված արձագանքը, գուցե թե կարող է զսպել այդ բռնությունների թափանիվը։ Այդ տեսեք շեշտում եք, որ մեր փաստորեն վերջին քաղաքակրթական սկզբունքներով կին ընտրված երիտասարդ կին է ներքին գործերի նախարարը, որը այդպես հանգիստ, չգիտեմ, հաստատում է, որ այո, իսկապես հանցագործությունների քանակը ոչ միայն կրկնապատկվել է, այլ կարելի ասել բազմապատկվել է, բայց թե ինչու է դա եւ ինքը ի պաշտոն է, հիշենք նաեւ թե որքան թանկարժեք մեքենա էր ձեռք բերել,
դոլարանոց ապշելու բաներ եւ դեռ արդարանում էր, որ այդ մեքենան անձամբ իր համար չէ, այլ ներքին գործերի նախարարի համար է։ Ես վերջերս նկատում եմ, որ մեզ մոտ մարդիկ ինչ որ անձի երկատումների մեջ են գտնվում։ Նիկոլ Փաշինյանն ասում է, որ ինքը չէ այդ վրաերթի պատճառը, Սոնա Մնացականյանի, այլ դա վարչապետի ուղեկցող մեքենաներն էին, այսինքն օտարվում է անձը եւ իր պաշտոնը, բայց իրականում ով զբաղեցնում է այդ պաշտոնը, հենց ինքն էլ իր աշխատանքով լավ կամ վատ պատճառ է դառնում ողբերգական կամ ընդհակառակը ինչ որ դրական գործընթացների։ Այսինքն պետք է նշել, այո, որ մենք ոստիկանապետություն չենք, որովհետեւ ոստիկանապետության մեջ ամեն օր, գիտեք, վերջերս էլ այդ աղանդի ներկայացուցիչների Բաքում դանակահարություններ տեղի ունեցել, ընդ որում ինչ որ կենցաղացին թեմաները Հայաստանում արդեն դարձել են դանակահարության, գնդակահարության, կացնահարության, այսպես ուղղակի դրսևորում։ Դա եւ մարդկանց մեջ գազազած լինելու, այսինքն ճնշվածության արդյունք է, որի հետևանքով նրանք դրսում չեն կարողանում իրացնել իրենց այսպես զայրույթը, ներսում են իրար ոչնչացնում, եւ նաեւ բացարձակ իրավապահ համակարգի վատ աշխատանքի ցուցիչ է։ Նրանք չեն վերահսկում տվյալ տարածքում այդ քրեածին միջավայրը, միջոցներ ձեռք չեն առնվում, որովհետև բոլորը գիտեն, որ ամեն տարածքում կան հանցագործ տարրեր։ Հիշենք նաև Վոլոդյա Գրիգորյանի ահազարհուր սպանությունը, երբ ընտրված համայնքապետին սպանեցին։ Բոլորը գիտեին այն սպառնալիքների մասին։ Արդյոք էս ամեն ինչը շարունակություն չէ Տիկին Դիլբարյանի հետ ամեն ինչի։ Ես այո վախով ուզում արձանագրել, որ Կիրակի օրը վաղարշաբաթում կայանալիք ընտրությունների նախօրեին մենք էլի տեսնում ենք, որ ոստիկանությունը փոխանակ զբաղվի քրեական, այսպես քրեածին տարերի վարքագիծը վերահսկելով եւ կանխարգելելով հանցագործությունները, նա զբաղված է միայն ընդդիմադիրներին, էլի այդ նողկալի եզրույթով ասած պարկեցնելով, փռելով, ինչ որ շոու կազմակերպելով։ Իդեպ գիտեք, վտանգավոր հանցագործներին բոլորովին այդպես նսեմացուցիչ ձևով չեն ենթարկում բերման։ Փաստաբանին չեք հիշում Օստան Կոչուբաևին։ Ինչպես կարելի է մի գրառման համար, որից շատ ավելի սարսափելի գրառումներ իշխանականներն են կատարում, այդպիսի թատերական ստորացուցիչ ձևով բերման ենթարկել, օրենքի կոպտագույն խախտում էր։ Իրականում այդ մարդկանց պետք է պատասխանատվության ենթարկել։ Եվ հիմա պետք է զգուշացնել իրավապահներին, որ բացի ընդդիմադիրներից այս երկրում կա քրեական իրավիճակ, գողություններ, մարդասպանություններ, խարդախություններ, որոնք պետք է բացահայտվեն։ Բայց ինչպես դուք եք նշում, միայն Սամվել Կարապետյանի հարցով 5 տասնյակից ավելի քննիչներ եւ սրբազանների նաեւ, եւ սրբազանների, այո, այդ քննիչների դատախազների քանակը արդեն բայց ով պիտի զբաղվի հանցագործներով։ Եվ տեսեք դատարանում ինչ վիճակ է, ընթացիկ գործերը, որոնք ամենաանհրաժեշտն են, այսինքն Հայաստանի Հանրապետությունում քաղաքացու անվտանգությունն են ապահովում, մենք չունենք ազատ քննիչներ, դատախազներ, դրա փոխարեն, չգիտեմ, մի վիթխարի խմբի դատախազների կտրում են իրենց առօրյա անհրաժեշտ առաջին այսպես կարևորություն ունեցող գործերից եւ նրանց փաստորեն հրահանգում են գտնել ինչ որ քրեական տարրեր։ Մարդկա այո, դա Վիշնևսկու հայտնի ստալինյան այդ դատախազի սկզբունքներ, եթե կա մարդ կգտնվի նրա համար հոդված, բայց ինչպես մենք տեսնում ենք 21-րդ դարն է հոդվածներ չեն գտնվում։ Առ այս պահը փորձում են Սամվել Կարապետյանին վերագրել, չգիտեմ, փողերի լվացման, ինչ որ յուրացման, չարաշահման դեպքեր, եւ դրանցից ոչ մեկը չի գտնում իր ողջամիտ ապացույցը։ Եվ Ստեփան Սամվելյանի օրինակը ցույց տվեց, որ այս մարդիկ ուղակի խոշտանգվում են կալանավայրերում, դա տարածվում է նաև Մարիամ երկուսը սրբազանների վրա է տարածվում, հայտնի գործարանի վրա է տարածվում այս ամեն ինչը, այո, ինչ է տեղի ունենում, չէ, ես չգիտեմ, նաև ձեր կարծիքն եմ ուզում իմանալ Տիկին Դիլբարյան, մենք կարծեմ չգիտեմ, ձեզ հետ միասին մի անգամ խոսել ենք, թե չէ, շատ եմ բարձրաձայնել սրա մասին, Մարիամ, շատ եմ բարձրաձայնել դրա մասին, որ իրենք երեք էլ խոսեցի սրա մասին, այս մարդիկ բարձր մարդիկ են, այս մարդիկ
հոգևոր ոլորտի արժանապատիվ եւ իրենք ես ինձ նաեւ հասկանում եմ Բագրատ Սրբազանն էլ ասում այսքան կորստից այո չեն ուզում իրենց նեղ անձնականությունների առաջ իրենց անձնական բայց մեր խնդիրը ո՞րն է փաստաբանների խնդիրը ո՞րն է քաղաքացիական հասարակության եւ հատկապես բարոյական խնդիրը իսկ փաստաբանների ծառայողական առաջին խնդիրն է թեկուզ եւ չեն համաձայնում այդ մարդիկ հիմա Վարդան Ղուկասյանն է Գյումրու քաղաքապետը ասում է մի խոսեք որ վատ վիճակում անդա Կոստանդյան Զարուհին ճիշտ է իհարկե այն էլ ծայրագույն աստիճանի այս նման իրավիճակը կարող է հանգեցնել մահվան մենք գիտենք Արմեն Գրիգորյանը որ էլի չէին խոսում եւ ինչ տեղի ունեցավ դատական դահլիճ Տիկին Դիլբարյան 59 մահ կալանավայրերում 59 մահ չի եղել այսպիսի բան չի եղել Եվ գիտեք կալանավա այդ քննչական հաստատությունները նրա համար չեն որ մարդկանց խոշտանգ են Դու մարդուն պահում ես անազատության մեջ, որպեսզի կանխարգելես, չգիտեմ, ինչ որ հետագա քայլեր, բայց դա նշանակում է, որ խափանամիջոց ընտրել են, կալանք են ընտրել, մի հատ դա արել են, հետո տանում խոշտանգում են կալանավայրում այս մարդկանց։ Դուք հիշում եք ինչ էին ասում Գառնիկ Իսագուլյանի համար, որ Սառնամանիքի մեջ էին պահել եւ դա խոշտանգում չի, բա ինչ է։ Հիմա ասենք այս մարդիկ չեն, դուք վստահ եք, որ իրենց նույն պայմաններում չեն պահում։ 50 աշճան շոկի ու բանի մեջ պահում են այս ապի։ Ինչպես են փոխվել եւ Բագրատ Սրբազանը եւ Միքայել Սրբազանը ակնհայտ է որ նրանք առողջական լուրջ խնդիրներ ունեն Վարդան Ղուկասյանի իրավիճակի մասին Փարքասու Զարուհի Փոստանջյանը Պաշտպանյալին եւ բարձրաձայնում է Ես կարծում եմ խիստ պետք է դրա մասին խոսել Սամվել Կարապետյանի մասին եւս մենք գիտենք ինքը ինչ պայման նրա առողջական վիճակը ինչպիսին է մենք գիտենք շատերը ասում են որ այդտեղ խնդիրներ կան այսինքն բաները սենց այո ձմռան պայմաններում նաեւ վատ ջերուցվող եւ վատ կահավորված նախնական կալանքի այդ մեկուսացման վայրերը իսկ մենք գիտենք այնտեղ ինչպիսի իրավիճակ է դրանք փաստորեն դառնում են խոշտանգման միջոց Գալեյանը ինչ է ճիշտ արեց Էրիկտիկին Պոստանջյանը առաջարկեց գնալը 2 օր մնա ընդ որում գարշահոտություն է ամբողջությամբ տարածված է խողովակները չգիտեմ ինչ վիճակում պայմանները ինչ վիճակում այս ինչ խոշտանգում այս մարդկանց նկատմամբ այսինքն մեծագույն բարերարին խոշտանգում եք քաղաքապետին խոշտանգում եք եւ Սրբազանների խոշտանգում եք ինչի համար ինչ է նրանք ունեն ընդդիմադիր դիրքորոշում ընդ որում նրանց մեղքը ապացուցված չէ ընկերներ մեր անմեղության կանխավարկածի սկզբունքը ինչպես ամբողջ աշխարհում այդպես էլ պիտի գործի Հայաստան այդ մարդիկ հանցագործ չեն դատական ոչ մի վճիռ չի կայացվել այսինքն մենք պետք է հարգենք նրանց անմեղության կանխավարկածը անմեղ մարդիկ ինչու պետք է խոշտանգվեն այդպիսի պայմաններում ընդ որում արդեն քանի ամիս է իսկ դու գիտեք ինչ միլիոններ են ստանում դեսպանատներից եւ եվրոպական ինչ գրանտներ են բերում ինչ հարկերու գումարներ են դնում պետության վրա իբրև թե այնտեղ բարենորոգումներ են անում ամերիկյան դեսպանատունը որը հիմնականում այսպես այդ դատաիրավական համակարգում բարեփոխումների ջատագովներ դրական իմաստով եւ դրամաշնորհների առյուծի բաժինը իրենցներ ես ամենայն հարգանքով դիմում եմ Միացյալ Նահանգների դեսպանատանը եւ տիկին դեսպանին եւ մնացած պատասխանատուներին ուշադիր եղեք որտեղ են այդ դրամաշնորհները եկեք պարզենք թե ինչն է բարեփոխվել մեր դատաիրավական համակարգում նախնական կալանքի վայրերը ինչ իրավիճակում են այսօր երբ արդեն խոր աշուն է եւ գալու է ձմեռը Ինչպես են կիրառում այդ ի վերջո այդ դրամաշնորհների զգալի մասը ուղղված էր որպեսզի այդ հիմնարկներում գոնե ստեղծեին նվազագույն պայմաններ արժանապատիվ մարդուն պահելու եւ չխոշտանգելու իրավիճակ այս հարցը պետք է բոլոր իրավապաշտպանների եւ ես կարծում բոլոր քաղաքացիական հասարակության այսպես գործիչների ուշադրության կենտրոնում լինի Մենք չենք կարող լռել այդ մասին, եթե այդ մարդիկ անհարմար են զգում երկրի վիթխարի հիմնախնդիրների առաջ բարձրաձայնել իրենց հարցը, ապա մենք չպետք է նման խտրականություն ցուցաբերենք։ Եվ ես կոչ եմ անում նաև փաստաբաններին բացահայտել իրենց պաշտպանյանների առողջական վիճակը, անգամ եթե Սրբազանի Աճապահյանի եւ Բագրատ Սրբազանի փաստաբանին
Եվ նշանակ եւ Սամվել Կարապետյանը եկեք զբաղվենք դրանով, որտեղ մենք շատ բացասական նախադեպեր ունենք։ Մենք չենք կարող թույլ տալ, որ այդ մարդկանց առողջությունը դուրս են գալիս եւ լայնը ժպիտ փաստաբաններ շատ լավ վիճակում են, ողջուններ են ուղարկում։ Սերբազանները շատ լավ վիճակում են։ Ես համոզված եմ, որ մեր բոլոր բանտարկվածների, այսպես քաղաքական հարցերով ոգին ամուր է, բայց ոգին գտնվում է մարմնում։ Դուք չեք տեսնում Սերբազանի վիճակը, պարզ կամ դուք չգիտեք ինքը ինչ, այո, դուք չգիտեք, որ կոմայի մեջ է հայտնվել միջև ձերբակալությունը քանի անգամ է հայտնվել այդ վիճակում։ Ես կարծում եմ բժշկական հանձնախմբերի որում պետք է պահանջել եւ գնալ ստուգել այդ մարդկանց իրավիճակը։ Այո, Ստեփան Սամվելյանի հետ այդ իրավիճակը ցույց տվեց, որ մարդ կարող է լինել կյանքի ու մահվան եզրին, անգամ ինքը դա չգիտակցել կամ չուզենալ բարձրաձայնել։ Սամվելյանը ինքը չէր խոսում, չէ իր ծանրագույն այդ երիկամային անբավարարության մասին եւ միայն փաստաբանի հետեւողականությունը ի վերջո միջազգային դատարանում փաստաբան եւ հանրային աղմուկ բարձրացավ եւ բարեբախտաբար այդտեղ մարդու իրավունքների պաշտպանն էլ միջամտեց, բայց եթե աղմուկ բարձրացնել, պահանջեն, չէ, առաջին հերթին փաստաբաններ, այո, բարձրաձայնել եւ պահանջել համապատասխան բժշկական հանձնախմբեր ուսումնասիրելու այնտեղ անազատության մեջ, այսպես անհասկանալի ժամկետներում գտնվող մեր բոլոր կալանավորվածների իրական վիճակը։ Եվ պետք է գնալ պայմանները, պետք է հրապարական չիմանանք ինչ պայմաններում։ Օրինակ, ինչ պայմաններում է հիմա Վարդան Ղուկասյանը։ Այդ բանտախցում ինչ կա։ Ես հիշում եմ Զարուհի Փոստանջյանը խոսում էր, որ այնտեղ ծխում են, բայց դա չկա, չէ, որ այդ ծուխը ազդում է շատ հիվանդների վրա, որոնք նաև շնչառբերություն ունեն։ Փակ տարածքում 4 հոգի նստած վերջ դու թունավորված։ Մի կողմից գարշահոտություն է, մյուս կողմից շոկ է, մյուս կողմից հա իրավիճակում են։ Հիմա ինչ ջերմաստիճան է։ Ինչու մենք չպետք է իմանանք, չէ՞ որ եվրոպական բազմաթիվ այսպես նյութերում տեղեկատվական ես տեսել եմ, որ գնում ցույց են տալիս, թե այսպիսին են բանտախցերը։ Ամբողջ աշխարհը անհանգստանում է, թե Սահակաշվիլին ինչ որ անմարդկային պայմաններում է, այս է հայտարարել նա վատ է սննդի հետ պահման պայմանները։ Իսկ մենք գիտենք, թե ինչ պայմաններում են գտնվում մեր երկու սրբազան հայրերը, ինչ պայմաններում է գտնվում Վարդան Ղուկասյանը, Սամվել Կարապետյանը, ոչ, բայց այս հարցերը ես կարծում եմ իրավապաշտպան սրբազան պայքարի մյուս անդամները, այնտեղ Լիդիանը, ամենասարսափելին այդ կինը ինչ բացարձակ անմեղ, հոգևոր հավատով անպարագիծ համակված կին։ Ես տարբեր պատարագների գնալիս տեսել եմ, թե Լիդիա Մանթաշյանը ինչպիսի հավատավոր կին է, ինչ կարող է նա անել, ինչ վտանգ կարող է ներկայացնել հասարակության համար Լիդիա Մանթաշյանը, ես ապշած եմ։ Դա զարմանալի բան է եւ ինչու են նրան պահել։ Ես իհարկե չեմ ասում, որ տղամարդիկ կարող են, բայց այդ կինը լիովին անհեթեթ եւ դա պարզապես մարդկանց վախեցնելու, կոտրելու եւ այսօր այո, եկեք կոչ անենք եւ փաստաբաններին եւ իրավապաշտպան կազմակերպության բոլոր ներկայացուցիչներին, որոնք պահանջեն ստուգել եւ բացահայտել եւ բժշկական համապատասխան հանձնախմբեր կազմել, ինչ պայմաններում են գտնվում մեր կալանավորվածները եւ բժշկական ինչպիսի այսպես ցուցումներ կան նրանց առողջության հետ կապված։ Շատ լավ, Հայաստան խմբակցության падգամավոր Արթուր Խաչատրյանն էլ գրել, որ Ղազախստանից ներմուծված 4-րդ կարգի ցորենը հիմնականում խնդրում եմ ուշադրություն օգտագործում եք կերի արտադրության մեջ, այնպես որ շատ չբողոքեք, եթե վաղը մատնանշել են այդ մատնակաշը այդ համը չունենա եւ էլի է բացահայտումներ, թե դա անասնակեր է, այո։ Հիմա Տիկին Դիլբարյանն էլ մեջբերում արեց, որ նաեւ բացահայտված է, որ դրանք հրապարակ ուրաթերթը հրապարակել է հենց ղազախական փորձագետի Սափարով ազգանունով հացահատկի փորձագետի կարծիքը, որ այդ ցորենը այս տարի Ղազախստանում անձրևների եւ ընդհանրապես բնակլիմայական վատ պայմանների պատճառով վարակված է տոքսիններով,
ալֆա-տոքսինով, որ ինքը շատ վտանգավոր է, եւ անգամ նշված էր, որ նման տիպի վարակված ցորենները հաճախ օգտագործում են քիմիական զենքեր ստեղծելու ուղղությամբ։ Նյութը ինչու ոչ ոք դրանով չի զբաղվում։ Մեր սննդի անվտանգության մենք ի վերջո ապրում ենք իրավական կամ ուզում ենք, չէ, այսքան տարի իրավական պետություն ենք ստեղծել։ Կամ բոլորը աղաղակում են, որ մենք ժողովրդավարական 10 օր է արդեն թունավորված էտած, այն որ ասում էինք խաղաղությունը բերելու է Ալեքսանյանի այդ Բաղրամյանի ալրաղացն։ Այո, Սամվել Լեֆիկ Մականով Սամվել Ալեքսանյանի, որ հիմնական կեղծը, հիմնական մատար, հիմնական կեղծարարը, որ հիմա էլ արդեն Նիկոլի սրտի օլիգարխն է դարձել։ Հեղափոխությունից հետո բոլոր ժամանակներում այո, այսպես առաջատար օլիգարխներից է եղել, բայց ինչու ոչ ոք դրանով չի զբաղվում։ Սննդի այդ անվտանգության համապատասխան մենք ունենք։ Իսկ կարծում եմ իրեն գիտեն ինչ են անում, իրանց պետք է հերթական սրիկայությունը, խարդախությունը, խաբեությունը, որ հաց ենք բերում, այդ ճանապարհը թույն են բերել։ Անհեթեթ գրառում էր կատարել, սիրում են բոլորիդ անգամ նրանց, ովքեր առավոտյան իրենց կերած հացը անասնակեր են համարում։ Քաղաքացի այդ ցորենը ինքը նախատեսված է անասնակերի համար։ Ընդ որում նրա տեղակալը նայում ես այսպես կոստյումով, փողկապով մարդ էր, հայտարարում է, իսկ դուք ասում ինչի կենթանիները ուտում են, բան են տալիս, կաթ են տալիս, այդ որ կաթ տվող կենթանին է ցորեն ուտում, ցորեն ուտում են հավերը եւ խոզերը, ոչ մի կով, ոչ մի կաթնատու կենթանի այդ ցորենը չի ուտում։ Կանգնել էր, չգիտեմ, որտեղ էին իրեն հարցնում, այնպիսի անհեթեթ ինչ-որ բաներ, մյուսներ, ես առաջինը պատրաստ եմ ուտել, եղբայր, եթե դուք պատրաստվում եք որպես անձնական զոհողությամբ դրսևորում ուտել, չստուգված 4-րդ կարգի հացահատիկը, ապա մյուս քաղաքացիների անվտանգությունը ինչու վտանգի են, կամ սա ինչ բան է, փոխանակ ասեն, ենթադրենք անասնա, բայց տեսեք ոնց կարելի է դա, եթե դա իսկապես վարակված է տոքսինով եւ դրա մասին խոսում է ղազախական փորձագետը։ Պետք է գնալ լրջագույնս ուսումնասիրել, ինչ գնով են տվել, գուցե դա իսկապես այդպես։ Չէ, կարող է գրոշներով կամ կես գրող ծրագիր են իրականացնել, տիկին։ Ղազախները ուրախացել են անորակ ըստ էության եւ նաեւ չարորակ ցորենը վարակված ուղարկել։ Դուք կարծեք միայն շահույթի համար են արել, շահույթի իհարկե, որտեղ կա Սամվել Ալեքսանյան, որտեղ կա Նիկոլ Պարզը շահույթի այդ բան թեման կա, բայց եւ որ կոնկրետ ասես վարակված, չգիտեմ, թունավոր բան են կեցնում հաց գնել, ինչպես կարելի է։ Վերցրեք, ուսումնասիրեք այդ ցորենը։ Նախր միայն վտանգ այն չէ, որ չորոր։ Նախ դա անասնակերի ցորեն է, ասեք անասնակերի ցորեն ենք բերել։ Չի կարելի, չէ՞ ամեն ինչ կեղծել։ Պատմական քայլ էր, պատմական քայլը 1000 տոննա անասնակերի ցորեն։ Հիշում եք, որ ասում ենք, հեսա այդ խաղաղությունը ձեզ կկերակրի, կբերի։ Փաստորեն այդ պատկերավոր էինք ասում, բառից բուն իմաստով խաղաղություն, որ կոչվում է պատերազմ, խաղաղություն, որ կոչվում է 4 պատերազմ, խաղաղություն, որ կոչվում է Արցախի հայաթափություն, Արցախի կործանում, խաղաղություն, որ կոչվում է Ալիևն ասում է գալիս են վերցնել Սևան, խաղաղություն, որ կոչվում է թունավորվածած, այս մարդը կոնկրետ տեղի ունեցավ այդ։ Թունավորված հացով կերակրում է ժողովրդին։ Ես ասում եմ, որ սննդի անվտանգության այդ պետական մարմինը, ծառայությունը, նաև կարծես վարչապետ կառավարության կազմում վարչապետին ենթակա անհապաղ կատարի նրանք բոլորը ովքեր որ խաբել են մեր ժողովրդին, մոլորեցրել են մեզ, ասել են թե բերում ենք էժան, չգիտեմ ինչ ճանապարհով Ադրբեջանով, չգիտեմ ինչ, բոլորը պատասխան տան դրա համար։ Դուք պատկերացնում եք քարտեզ, ինձ թվում է ցանկացած գոնե տարրական կրթություն ունեցող մարդ քարտեզ տեսել է, չէ՞, որտեղ է Ուկրաինան, որտեղ է Հայաստանը։ Այդ ցորենը ինչ գնով է գալու, էլի որ կարգի ցորեն է գալու։ Ուկրաինան ինքը հիմա խնդիրներ ունի, որովհետև բազմաթիվ հացահատիկի տարածքներում ռազմական գործողություններ են եւ այդ ռազմական գործողությունների տարածքները իրենք չեն վերահսկում։ Ուկրաինան այդում պիտի ցորեն վաճառի, դա ինչ, դա էլ նոր սադրանք է, առավել եւս մեր պատասխանը ստացավ էլ Ռուսաստանից, որ ինչ-որ բացասական հիմա էլ մնում էր Ռուսաստանին մեր դեմ դուրս բերել, ինչքան կարելի անհեթեթ բաներ ասել։ Որտեղից են հազվելու 100 միլիոն դոլարի այդ պարոն Բագրատյանն էր անդադ ասում ամեն տարի սիրելի հայրենակիցներ Արցախից ինչ բարձրորակ, ինչ հրաշալի ցորեն են 100 միլիոն դոլարի ցորեն են բերել Արցախից ամեն տարի։ Բարձրորակ
Հայկական ցորենը դրա ճանապարհը փակվեց, որ հիմա Ղազախստանը երևի ոչ ոք չի գնում այդ 4-րդ կարգի վարակված ցորենը։ Իսկ դուք ինչ եք կարծում, այստեղ շահույթ է, թե մեզ թունավորելու էս պլանավորած էս բանները։ Գիտեք, այստեղ ամեն ինչ կարող է լինել, այո, որտեղ որ կա Նիկոլանու, կա ԿՊ, կա Սամվել Ալեքսանյան, լվիկ արդեն པարզ է, ինչ գնացել անորակ եւ գիշերով դիմավորում էին անասնակերով բերված վագոնը։ Եվ դա պարզապես պատմական քայլ, ողբերգականներ, ու խոսում էին փողզիջումը դա է, ամեն ինչ երկիրը, չգիտեմ, Արցախի հանրապետությունը հանձնել ենք, չենք պայքարում արցախցիների վերադարձի համար, լռում ենք, ամեն ինչ կուլ ենք տալիս, որ ինչ 1000 տոննա վարակված 4-րդ կարգի անասնակեր գա Հայաստան, չեմ կարծում, թե Հայաստանի խոզաբուծությունը եւ թռչնաբուծությունը այնպիսի աղետալի իրավիճակում էր, իսկ մնացածն գիտեք, չգիտեմ, հիմա մենք ես ինչքան տեսել եմ, ինչ որ հացի պակաս խանութներում չկար, մեզ պետք էր այդ ցորենը։ Եվ Ադրբեջանն էլ երևի թե իմանալով թե ինչպիսի ցորեն է գալիս, մեծ իրենց բնորոշ այսպես ներքին ուրախությամբ, այո, բերկրանքով չեք մոռանում են տվել, որ այդպիսի ցորեն գա։ Խնդրում եմ հիշեցեք, էլի արցախցիները ինչ արեցին 8 ամիս սովավա լինելուց հետո ռեալ օրինակ է, Ադրբեջանը բերել էր այդ հացը դրել էր, բայց արցախցիները իրավամբ հրաժարվեցին։ Հրաշալի հասկանալով, որ գիտեք նա խաղաղություն չի կարող հաստատել են, որ ինչպես Գոլդա Մեյերն էր ասում, ով գալիս է քեզ սպանելու, նրա հետ խաղաղություն չի լինի հաստատել, նրա հացը ուտել չի կարելի։ Այդ ուժը, այդ պետությունը պետք է դադարի զավթողական իր քաղաքականությունը վարելուց, որ դու նոր հասկանաս, թե ինչպես կարելի իր հետ հարաբերվել։ Դե բնականաբար հիշենք Սումգայիթի այդ թունավորման դեպքը, Սումգայիթի դեպքերը, իրենք հիմա էլ մտածում են Ղազախստանից վարակված, ընդ որում ինչպես տպել էր հրապարակը, դրանք ղազախական մասնագետներն են ասում, դա մենք չենք ասում։ Հիմա պիտի առաջին հերթին կանգնելու, ինչ անի ժողովուրդը հաց չգնի, ինչ անենք մենք հիմա, ինչ է։ Հատկապես ես կարծում Երևան Սիթիներում այդ հացի քանակը գնման պետք է գտնվի։ Սամվել Ալեքսյանը Նիկոլետ այնքան ճարպիկա բոլորի վրա այդ ալուրի ցորենը կբաժանի, դուք հանգիստ եղեք մենակ բոլորի վրա այնպես կիրասնիկ ասի։ Պետք է նաև գրավոր, ես կարծում գրավոր հարցում էլ։ Ի վերջո բանավոր նման հրապարակային ելույթներն էլ պետք է հաղորդում լինեն։ Ես կարծում նաև պետք է հաղորդում ներկայացվի դատախազություն, որ կան այսպիսի առերևույթ հիմնավոր կասկածներ եւ այդ նյութերը կցվեն ղազախական մասնագետների։ Ես անգամ գիտեք մեր կենթանիներին այդ խոզերի չէ, չի բացառ, եթե այդպիսի չէ որ հետո ախր այդ խոզի միսը պետք է վաճառվի, չէ։ Այդ հավի միսը առանց այն էլ խոսում էին հակաբիոտիկների գերչարար շահման մասին, տարբեր այսպես հավաբուծական եւ կենթանաբուծական ընկերությունների կողմից։ Եվ մեկ էլ արժե, որ ինչ ասեմ, էլի էկոնոմիկայի նախարարությունում աշխատող մարդիկ հասկանան, որ ցորեն չեն ուտում այն կենթանիները, որոնք կաթ են տալիս։ Դա չնայած մի կողմից լավ է, որովհետև վարակված տող կենթանու միսը ինչ կարող է լինել։ Չէ՞ որ դա էլ պետք է թունավոր լինի։ Առանց այն էլ մենք բոլորս գեր սթրեսների իրավիճակում ենք։ Ընդդիմությունը պիտի բարձրաձայնի, այս անպայման, այս հարցը, որտեղ սա իսկապես ազգային անվտանգության հարց է։ Միանշանակ։ Թունավոր բան հացը մտել է բոլորիս տները, բոլորիս։ Անգամ եթե ենթադրենք, որ իրենք դա չեն ներառի հացամթեր մարդկանց համար, բայց կենթանիները եթե դա ուտեն, ապա նրանց ոչ մեկ չի ասել, որ մարդկանց հաց չեն տալու։ Ինչ որ մեկ ասել է, որ չի։ Չկա այդպիսի բան։ Ես ասում եմ, դուք իմանալով Նիկոլի եւ Սամվել Ալեքսանյանի ճարպկությունը դուք պատկերացնում եք ինչ են անելու։ Դե դուք սատերը պատկերացնելու, դուք պատկերացնում եք ինչ են անելու մեզ։ Այդ սուտ խոսելը դարձել է, գիտեք, նորմայի պես իրողություն։ Արդեն չես էլ հավատում ինչին։ Եւ ամոթ էր էլի, որ նախարարը փոխանակ ենթադրենք բացատրություն ներկայացներ, ասեր թե անասնակեր ենք բերել, ասում են ես պատրաստ եմ, այն չգիտեմ, ինչ է նշանակում դու պատրաստ ես։ Շատ լավ, հաջորդ հարցը Թակեր Կարլսոնի կարծեմ շատ գիտեք ինչ ազդեցիկ դեմք է ինքը եւ իր հայտարարությունը, որ նրանք այո եկեղեցու դեմ Սուրբ Արաքելական եկեղեցու դեմ այսպես արշավ է գնում, դատապարտել է, Թրամփի որդին էլ դրա համար չեկավ։ Երեք էստեղ էր Երևան Բոզոյանը, ասում էր, ահա հրամայական, որ հենց հիմա կամ արդեն ուշացած է, ողջ Սփյուռքը պիտի դրանով զբաղվի, առաջին քրիստոնեական երկրում ինչ է տեղի ունենում, քրիստոնեական աշխարհը, եւ անգամ ես ինչ որ իմաստով առաջարկ ունեմ Տիկին Դիլբարյան, եկեք մենք այդպիսի մեծ խոշոր իհարկե դուք պատկերացնում եք, որ իրենք սա կարդան եւ տեսնեն,
ասել մենք եկեք այդ եւ մուսուլմանական եւ ուղղափառ տարբեր կազմակերպություններ հավաքվենք, որոշ մտավորականներ, խմբագիրներ բան դիմենք, որ մենք այդ պաշտպանության կարիք ունենք։ Մեր եկեղեցին այդ պաշտպանության կարիք ունի, որ տերոր է հայ ժողովրդի նկատմամբ։ Պետք է համաշխարհային այս պարագայում աջակցություն, որովհետև տեղի է ունենում իրոք միջազգային բոլոր իրավունքների խախտում եւ բացի դրանից պետք է ցրել այդ, գիտեք, առասպելը, որ Հայաստանը միայն քաղաքացիական պայմանագրի կամ Նիկոլ Փաշինյանի գալուց հետո դարձել է ժողովրդավարական երկիր։ Ուր է որ մենք դարձել ենք ժողովրդավարական երկիր։ Առաջ հենց մի խախտում էր տեղի ունենում։ Ոնց մի աղանդավորականի մազը թեքներ հանկարծ մի աղանդ չէին գրանցում։ Միանգամից բոլորը Հրանուշ Խառատյանը Հրանուշ Խառատյան մի հատ եթերներից դուրս մի եկեք։ Հայ առաքելական եկեղեցու սպասավոր եւ իրեն եւ մնացած բոլորին մենք պետք է պաշտպանենք եւ նաեւ նույն այսպես դեսպանատներին, ինչպես Միացյալ Նահանգների դեսպանությունը եւս պետք է, ես կարծում եմ, պետք է տեղի ունենա հետեւյալը. մեր երկրում գտնվող եվրոպական խոշորներ գործընկեր պետությունների դեսպանները, իդեպ մենք գնում ենք դեպի եվրոինտեգրում, չէ՞, այսինքն ազգային ժողովով իրենք ընդունեցին այդ առաջարկը, գնում են դեպի եվրոինտեգրում։ Ինչպես կարող է Եվրոպայում տեղ գտնել այնպիսի պետություն, որտեղ մարդկանց ինչ որ տարօրինակ նյութեր են գաղտնալսում եւ այդ գաղտնալսումների փաստը տեսեք Վարդան Ղուկասյանի վերաբերյալ Զարուհի Փոստանջյանը հնչեցրեց շատ վտանգավոր փաստեր պարզվեց դեռ քանի ամիս առաջ որոշել էին նրան գաղտնալսել անհասկանալի հիմնավորումներով դրա մասին փաստաբանները նոր են իմանում ընդ որում դատելով նաեւ եկեղեցականներին օրինակ ինձ բացատրեք այդ Նաթան Սրբազանին եւ այն առան իր կամքով եկեղեցուց հեռացած քահանայի զրույցը ինչի հիման վրա է գաղտնալսվել ինչ է արել Նաթան Սրբազանը որ ենթադրենք դատարանով չգիտեմ որ մարմին ասել է հայ է եւ հայ առաքելական եկեղեցու չեմ դավաճում ոչ մի բան գոյություն ունի կարծիքի խոսքի ազատություն եւ ինչ է հոգեվորական իրավունք չունի իր կարծիքը արտահայտելու հայ եկեղեցին հայկական իրականության ցանկացած պահի իր կարծիքը հայտնել է բայց այդ մարդիկ ոչ մի օրենք չեն խախտել հետեւաբար ոչ մի դատարան իրավունք չուներ նրանց զրույցները գաղտնալսել ել չեմ ասում այն տարօրինակ տեսանյութերը որոնք ինչ-որ Wikileaks Armenia այդպիսի վերտառությամբ Տելեգրամյան կայքում նետեցին, հետո հանեցին, հետո քննարկում են։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասում է, որ դրա աղբյուրը ժողովուրդն է։ Ինչ է նշանակում ժողովուրդը։ Չկա այդպիսի աղբյուր։ Նիկոլ Փաշինյան պետք է ասի, թե որ մարմինները։ Չէ, հետո այս սուտը որ բռնացեցին, որ սուտ էր տարածել, որ մի բան էլ բերեց, ասեց դա մամուլի, ըստ մամուլի տեղը, հետո պարզեց, այո, հետո այդ սուտը պարզեց, որ նախ ինքդ ունես մամուլի միջոցներ, ինքդ ստեղծում ես մեկօրյա մամուլի միջոց, դա դնում ես, հետո էլ ասում ես ըստ մամուլում հրապարակված լուրերի։ Այդպես իրավական պետություն կառուցել չի կարելի եւ այո Եվրամիության այդպես վճռորոշ երկրների դեսպանները պետք է հանդիպեն բոլոր շահագրգիռ կողմերի հետ ոչ միայն մեր գլխավոր դատախազի հետ կամ մեր արդարադատության նախարար շատ իրենց հետ էլ պետք է պարտադիր այո հանդիպել ներքին գործերի նախարարի հետ եւ նաեւ այդ փաստաբանների կալանավորվածների շահերը պաշտպանողների նրանց ընտանիքի ներկայացուցիչների Եվ նաև ինչու՞ չէ պետք է գնալ տեսնել թե այդ մարդիկ ինչ վիճակում են, ինչպես են նրանք պահվում։ Ես անկեղծ ասեմ, ես զարմացած եմ, որ Ռուսաստանի դեսպանատունը նաև չի դիմում, որ Սամվել Կարապետյանը նաև իրենց քաղաքացին է։ Ոչ հետաքրքրվեց թե քո քաղաքացին, այլ նա երկքաղաքացի, ինչպիսի պայմաններում է պահվում։ Եվ դա չի նշանակում, գիտեք, ուրիշի երկրների գործերին միջամտել։ Առաջ ինչպես էր։ Հիշում եք Անդրեա Ղուկասյանը, որ կալանավորված էր այդ ընտրությունների ժամ։ Դեսպանները գնում հետաքրքրվում են, եւ դա ճիշտ է։ Գիտեք, ժողովրդավարությունը մենք ապրում ենք 21-րդ դարում, եւ ժողովրդավարությունն ու մարդու իրավունքները լուրջ պաշտպանության կարիք ունեն։ Դա պետք է անենք եւ մենք բայց մեր քաղաքացիական հասարակությունը տեսնում եք ինչպիսի ճնշված իրավիճակում է հմեկով ոչ ոք չի խոսում դրա մասին ոչ ոքի գիտեք ես չեմ հասկանում ճշմարտությունը որը բազմաթիվ կերպարներ ունի չէ խոսքը կարող է տարբեր մենք միայն միակողմանի քարոզչություն ենք լսում
Եվ հիմա Հայաստանը վերածվել է, այո, որտեղ պատժիչ համակա, բռնում են միայն այսպես փռում հատակին, որը բացարձակ անընդունելի է, միայն ընդդիմադիր բլոգերներին։ Այսպես ընտրությունների նախօրեին ինչ էր արել եւ արդյոք այդ մարդուն ներկայացված է հիմնավոր մեղադրանք։ Բոլորովին չեմ կարծում, թե այդ բլոգերը հանրային այսպես շահի շահներ վտանգում։ Որջ ինչ որ անհանգստացել են, որ չգիտեմ, Արգիշտի Մեխակյանի եւ այլնի վերաբերյալ, քանի որ գովաբանական մտքեր չի ասում, իրեն պետք է կալանավորել։ Մենք ապրում ենք ժողովրդավարական երկրում, համենայն դեպս այդպես չէ նշվում, եւ ես համոզված եմ, որ մեր կյանքի նպատակը դա է։ Իսկ ժողովրդավարական երկրում պետք է գործի օրենքի գերակայությունը։ Խաղաղություն է բերում եւ հաղթանակի պարադի ժամանակ իր ելույթում Հեգրանքով Ալիևը նշել է, որ հայերը մի ժամանակ պնդում էին, որ Բաքվում թեյ կխմեն, նա հավելել է, որ իրականում իրենց երազանքն իրականապես իրականացել են նրանք, տանկեր են ցուցադրում ռազմավարի այգում, իսկ իրենք գտնվում են Բաքվի մեկուսարանում, ահա թե ում հետ են պատրաստվում խաղաղություն տանել։ Դա առավել մեծ նվաստացում։ Տեսեք, այս կողմից խաղաղություն, մյուս կողմից ես անցած անգամ էլ ասեցի, մարդը ասեց Տիկին Դիլբարյան, արդեն 10-րդ անգամ եմ կրկնում, Ալիևն ասեց, գալու եմ Արցախը վերցնեմ։ Այստեղից մենք ասում էինք, որ բան ասում էին, չափազանցնում եք, մարդկանց վախեցնում ենք, ով դիմադրեց, տվեց Արցախը։ Գնաց Պրահայում Նիկոլն ասեց, տվեց։ Մարդը ասեց, Սյունիքի այդ տարածքները իմն են, բարձունքը իմն է, Ալիևը ասեց, եկա վերցրեց, դիմադրեց Նիկոլը, ոչ։ Մարդը ասեց Տավուշի այդ տարածքների իմն են, վերցրեց, ինչ ստացավ դիմացը, ոչ մի բան։ Հիմա ասում է Սևանի իմն է, Գորիս ճանապարհը, այո։ Մարդը ասեց, ասում եք Միջանցք, ասում է Միջանցք չկա։ Տվեց Միջանցքը հիմա, ասում է որ Միջանցք կա։ Հիմա մարդը ասում է Սևան, մի հատ ավելի վտանգավոր սարսափելի բան։ Հիմա Արցվաշենի մասին է խոսում, շատ լավ իմանալով, սա նշանակում է, որ մյուս տարածքներն է պատրաստվում տալ։ Տիգրանաշենն ու մյուս տեղ գյուղում ապրողների շահերը չես պաշտպանում, հիմա եկել ես իբրև Արցվաշենն ես պաշտպանում։ Դուք պատկերացնում եք այդ անկլավը շրջապատված բացարձակ ադրբեջանցիներով, որոնք հրաշալի զինվում են, ընդ որում ուզում եմ անդրադառնալ նաև մի երևույթի։ Գիտեք, Հայաստանի Հանրապետության վարչապետը ասում է եկեք 50 հոգեանոց խմբեր կազմենք, գնանք ես ձեզ ցույց տամ, թե մենք ինչ զինատեսակներ ունենք։ Բայց ինչ 50 հոգեանոց խմբեր։ Ընկերներ, զինատեսակները ցույց տալու համար եւ դրանք գործարկելու կան հրաշալի միջոցներ։ Հայաստանը երբ է զորավարժություն արել վերջերս ընդհանրապես։ Եկեք զորավարժություններ կազմակերպենք, այդ ժամանակ բոլորը, ովքեր եւ աչք ունեն կտեսնեն եւ ականջ ունեն կլսեն, զորավարժություն արա, ընդ որում չեմ ասում գնա ուրիշ պետության հետ արա, չնայած ինչու ոչ, Ադրբեջանը ամեն օր զորավարժություն է անում, այդ Պակիստանի հետ զարհուրելի էր այդ զորավարժությունը։ Եվ այնպիսի զինատեսակներ է ձեռք բերում, դուք վերցնում եք բյուջեով, ռազմական ծախսերը նվազեցնում եք, ասում ենք մենք ոչ մեկի վրա չենք հարձակվում, բայց ով ասաց, որ մենք զենք գնում ենք հարձակվելու համար, մենք զենք գնում ենք պաշտպանվելու համար։ Եվ ընդհանրապես պետք է Նիկոլ Փաշինյանն ասել, որ զենքերը ցուցադրելու համար եւ սեփական ճիշտ ռազմական պաշտպանողական անվտանգային համակարգի համար պետք չէ ինչ որ 50 հոգեանոց կասկածելի խմբեր։ Չես էլ իմամ, ես իմ ով պետք է գա այդ 50 հոգեանոց խմբի մեջ, եւ դա ինչ բան է։ Դարավեն պատերազմը, ով կարող է 50 հոգի հավաքվեք, չգիտեմ, սաղավար, տանից դույլերը դրեք ձեր գլխին գնացեք։ Մենք ի վերջո 21-րդ դարի պետություն ենք, զորավարժություն արեք, զորահանդես արեք, զենքեր ունեք, զորահանդես արեք, հիշում եք այդ զորահանդեսը, ինչ ոգի էր տալիս, մարդիկ կզգան, որ իրենք պաշտպանված են, ամուր, մի զորահանդես արա, ցույց տուր դա, 50 հոգեանոց խմբեր մեզ չեն ցույց Ալիևը Հայաստանից 6 միլիարդի զենքն է ցույց տալ, չէ, բայց Ալիևը դրա փոխարեն Հայաստանից վերցրած 6 միլիարդի զենքն է ցույց տալիս, աղաղակում էր, որ դա ջարդոն է, եղբայր, ինչ ջարդոն, դուք այն ջարդոնի վերածեցիք, այդ նույն Իսկանդերը, որ այսօր ահազարհուր ավերածություններ է գործում ռուս-ուկրաինական ռազմական հակամարտության ընթացքում, տեսնում ենք, չէ։ Այդ տոչկա ու էր, դա ինչպես էր գործում, մեր պարագային պարզվեց բոլորը ջարդոներ, Դա ջարդոներ ուրեմն օգտագործողներ ջարդում դարձնողը, ոչ թե զենքներ մեղավոր, այլ օգտագործողը։ Օգտագործողն էլ գիտեք պետք էլ չի ամեն ինչ զինվորականների վրա գցել, ասել որ իրենք անտաղանդ են։ Հրամանատարությունը ինչ կերպ էր իրականանում։
Հիմա ես չեմ հասկանում, ասում են բանակում պետք է նրանք անցնեն որակավորում, չէ՞, բայց մենք տեսնում ենք ինչ խայտառակ թվեր են։ Ուրեմն դուք կարող եք որակավորման համար սխալ պայմաններ եք սահմանել, որ մարդիկ չեն անցնում, չեն կարողանում հավաքել, եւ նրանց աշխատավարձը չի բարձրանում։ Զենքը ամբողջ աշխարհում 21-րդ դարը ընկերներ ապացուցել է, որ առանց զենքի չկա խաղաղություն։ Զենք արտադրող բոլոր կազմակերպությունները այսօր ապացուցել են, այո, դա ցավալի է, բայց այդպես է։ Զինված ես, քեզ հարգում են, քեզ վրա չեն հարձակվում։ Հարձակվելու պարագայում էլ դու կարողանում ես հակահարված տալ։ Զենք ունենալը չի նշանակում, որ դու ինչ որ օկուպանտ ես եւ պատրաստվում ես, չգիտեմ, գնալ անմեղ երկրին ներկայացնել ռազմական զավթողական քաղաքականություն։ Ընդհակառակը զավթիչ երկիրը Ադրբեջանը զավթել է Հայաստանին պատկանող հայկական բոլոր տարածքները, իրականացրել է ցեղասպանություն։ Մենք դրա մասին լռում ենք եւ դեռ ԵԽԽՎ падգամավորներին, որոնք քանիցս հաստատել էին, որ էթնիկ զտում է տեղի ունեցել եւ արցախցիները միջազգային բոլոր նորմերին համապատասխան պետք է վերադառնան, մեր գերիների հանդեպ ապօրինի դատավարություն է կատարվում, բայց դրա փոխարեն մենք Հայաստանում նիստ ենք անում, լիագումար նիստ ենք անում եւ նրանց էլ ասում ենք, որ պետք չի հիմա նման փաստաթուղթ ընդունել։ Հանկարծ Ալիևը կզայրանա։ Հենց զայրանում է, թող զայրանա։ Կզայրանա, գոնե կհասկանա, որ իսկապես բանակցություններ են։ Բանակցությունների արվեստը դա չի նշանակում, որ հակառակորդի ամեն ինչին պետք է համաձայնես եւ ասես խաղաղություն ես բերում։ Ուր է այդ խաղաղությունը։ Մինչև մեր ռազմագերիները բոլորը, ներառյալ Արցախի ամբողջ ղեկավարությունը եւ մեր բոլոր պատանդարված, գերված, անհայտ կորած մարդիկ չվերադառնան, ոչ մի խաղաղություն չի կարող լինել։ Ճանապարհ են բացել, մեզ անասնակեր են տվել, կամ թեկուզ անասնակերը չտային։ Դա չի խաղաղությունը։ Խաղաղությունն այն է, որ եւ ասում են ամեն օր չեն կրակում, բայց մենք ամեն օր սպասում ենք այդ վտանգով ու ամեն օր լսում ենք, թե ինչպես են խոշտանգվում Ադրբեջանում մեր հերոսները, մեր քաղաքացիները եւ դրան գումարած ամեն օր լսում ենք, որ ընդդիմադիր մտքեր արտահայտած մարդկանց հանդեպ դատավարությունները ամիսներով ձգվում են, հայտարարում են, քննչական կոմիտեի ղեկավարը հայտարարում էր, որ ինքը ունի փաստաթղթեր Բագրատ Սրբազանի վերը։ Դատական նիստին Բագրատ Սրբազանն ասում է հենց հիմա ներկայացրեք, ինչ են ներկայացրել։ Մի քանի այնտեղ ճայթուկ գունավոր նյութերի բաներ էին գտել, հատակը մաքրող գործիքները ներկայացրել էին որպես դիմադրության գործիք։ Ով է ճայթուկներով կամ չգիտեմ հատակ մաքրիչներով բռնության գործում, չգիտեմ, իշխանազավթում իրակ։ Ինչ իշխանազավթում։ Մարդիկ իշխանազավթում չեն ուզում։ Մարդիկ իրենց օրինական սահմանադրական իրավունքներն են։ Եթե չեք կարող ապացուցել, որ այդ մարդիկ իշխանազավթ են, ինչու եք նրանց պահել։ Թունավորված անասնակեր չեն ուզում, գերիներ չեն ուզում։ Քո վիզը կտրող մորթող թշնամու հետ խաղաղություն չեն պատկերացնում, ոչ թե չեն ուզում, չեն պատկերացնում։ Իհարկե, թե չէ բոլորն էլ ուզում են։ Հետո չի ուզում։ Բայց այդ Ադրբեջանը ամբողջ օրը ընդհանրապես վերջերս մեկ շաբաթ է անցել։ Նոյեմբերի 9-ի նախորդին, գիտեք ինչ, այդ արևմտյան Ադրբեջանի այսպես համաժ ասամբլեա, մեծ նիստ էր։ Ես այդպես հետաքրքրության համար հետևում էի, քարտեզներ էին բերել, մենք պիտի պայքարենք, վերադառնանք։ Այստեղից 100 քանի հազար մարդ է գնացել ստանալով փոխհատուցում, իրենք 300 քանի հազարով վերադառնում են, մենք պիտի տեղանունները փոխենք, ակնհայտ միջամտություն ինքնիշխան երկրի պետությանը, օրենքներին, քարտեզներ են տպում Հայաստանի Հանրապետության, որտեղ ինչ որ սարսափելի բաներ են գրում։ Իսկ վարչապետը փոխանակ զայրանա, ասում է դե իրենք այդպես են անում, որովհետև մեր ազգային ժողովում կամ այլուր Արցախի Հանրապետության դրոշները կան։ Այ ընկերներ, Արցախի ներքին լսարանի համար ասում Սևանի իմն։ Լավ էլ, իսկ դուք ներքին լսարանի համար ինչ եք ասում։ Այ քեզ բան, եթե կամ ինչ են շնակումներ, ինչքան կարելի է խաբել ադրբեջանական ժողովրդին։ Նրան ասելով, որ արևմտյան Ադրբեջան գոյություն չունի ոչ մի արևմտյան Ադրբեջան, այդպիսի բան գոյություն չունի։ Այս ամբողջ բարձրավանդակը համաշխարհային քարտեզներով հայկական բարձրավանդակ է։ Ասում է, որ այստեղ Սևանի անունը եսին որ ժամանակ եղել է, այս ինչ անունով, Ալիևին ասեք ընդհանրապես Ադրբեջան անուն չի եղել, Ադրբեջան գոյություն չի ունեցել, ինչի մասին
Գնացեք դրա մասին խոսեք։ Վախեցած մի բան ասում էր այնտեղ Ռուբինյանը եւ այլն, հետո հետ են կանգ։ Չի կարելի, այդ պետությունը դեռ չի ընդունել իր կատարած հանցանքները։ Ուստի նրա խաղաղության պատրաստակամությունը դա բացարձակ սուտ է։ Եվ պետք է իր կառուցել իրատես քաղաք։ Դա իմ ասում, քանի գերիները չեն վերադարձվել, քանի մեր տարածքները չեն ազատվել, քանի Արցախցին չի վերադարձել Արցախ, ինչ խաղաղության մասին եք խոսում։ Բաքվի բանտում խոշտանգումների տակ նստած ասում է Արցախը հայկական է։ Եվ կլինի։ Էսանք նստած այնտեղ ասում են Արցախ չկա։ Մենք ասում ենք Արցախը հանձնել ենք, որպեսզի Հայաստանի Հանրապետության անվտանգությունը ապահովենք։ Վերջերս մի քննարկման էի մասնակցում 1040 կիլոմետրը։ Անդամը ասում էր, դե մենք ուզում էինք, բայց չկարողացանք։ Չկարողացաք, հեռացեք։ Ուրեմն չեք կարողանում, չեք կառուցել քաղաքականությունը այնպես, որ պաշտպանեք Հայաստանի եւ հանրության շահերը։ Մինչև չվերադառնա վերջին գերին, մենք տեղեկություններ չունենանք այդ անհետ կորածների վերաբերյալ, որոնց հարազատները նամակներ են ստացել։ Բոլոր տարածքներից դուրս չգան ադրբեջանական եւ արցախցիները չվերադառնան Արցախ։ Միջանցքի մենք կապում ենք Նախիջևանը, հայկական Նախիջևանը, որը Մոսկվայի եւ Կարսի պայմանագրերով որպես պրոտեկտորատ, որպես ինքնավար հանրապետություն հանձնվեց Ադրբեջանին եւ արագ հայաթափվեց, որտեղ են այնտեղ հայկական հուշարձանները, որտեղ են նախիջևանցի հայերը։ Հիմա նույն ճակատագիրը Արցախում են, հա, բուլդոզերներով դնում են մեր եկեղեցիները, վանքերն են կործան։ Մինչև այդ ամենը չդադարեցվի, ինչ մենք նոյեմբերի 9-ով գոնե ասում էինք, որ կա Հակարիի կամրջով Քաշաթաղի անցումը, որ կա ճանապարհ էին փոխում, չգիտեմ, բայց այդ Նախիջևանի հետ անխոչնդոտ ճանապարհը պիտի բացվեր այն ժամանակ, երբ Հայաստան-Արցախ անխոչնդոտ ճանապարհ լիներ։ Ուր է մեր հիմա, ես ուզում եմ հիմա Արցախ Գանձասար գնամ, արցախցիները իրենց տուն են ուզում գնան, ով է հիմա մեկը կարող է Հայաստանից մտնի Արցախ, Ուրը իսկ ինչու այդ հարցում ապաշրջափակում չկա, եւ ուզում եմ հիշեցնել Նիկոլ Փաշինյանի նախընտրական խոստումների եւ ամբողջ քաղաքացիական պայմանագրի իրենց կառավարության ծրագիրը, որտեղ գրված է, որ մենք պայքարելու ենք Արցախի հետ ուղղակի կապ ունենալու, Արցախահայության իրավունքների եւ անվտանգության երաշխավորն ենք լինելու։ Գոնե ձեր ծրագիրը կատարեք։ Մարդկանց 21 թվականին մոլորության մեջ գցեցի, կամ իրենց անուններով կոչեք, խաբեցին մարդկանց, որ իրենք դեօկուպացիայով են զբաղվելու, հիմա էլ ինչի մասին են խոսում, ասում է Արցախի դրոշկա, Արցախի դրոշը պատմական իրականություն է, ոչ ոք այն չի կարող ուրանալ, Արցախը, այո, ինքնահռչակված, չճանաչված, բայց միջազգային իրավունքների հիման վրա կայացած հանրապետություն էր, եւ նա հիմա էլ գոյություն ունի, Նրանք դե ֆակտո գոյություն ունեն, Հայաստանի Հանրապետություն հիմա գտնվում է Արցախի Հանրապետության ազգային ժողովը եւ կառավարությունը, եւ իրենց շահերը, եւ առաջին հերթին Հայաստանի Հանրապետությունը, ինչպես գրված է իրենց ծրագրով, եւ նաեւ միջազգային հանրությունը այդ մարդկանց իրավունքները պետք է պաշտպանի։ Եվ ես համոզված եմ, հենց մենք միջազգային ատյաններում եւ Եվրոխորհրդում, Եվրամիության տարբեր մարմիններում եւ ՄԱԿ-ում հրաշալի հնարավորություն էր օգոստոսին ստեղծվել։ Չէ որ կարելի էր Թրամփի մոտ ասել եմ եւ ամեն անգամ ինչպես կարելի էր բաց թողնել այդ հնարավորություն ցուցակները դներ ասել այսինչ մարդիկ վերադառնալու պատրաստ եմ սեղանի գտնվում են բանտում վերադարձրեք նրանց որ հասկանանք որ խաղաղություն կա որ արցախցիները այնտեղ սեփական որ չի կարելի վերացնել մարդկանց քանդել եկեղեցիները այո չի կարելի ոչ հասկանում եք մահմեդական մսկիթները քանդել բուլդոզերով ոչ էլ եկեղեցի ոչ սինագոգները, չի կարելի մշակույթը ոչնչացնել այն բանի համար, որ իբր ջնջես այդ հետքը ապացուցեց, որ հայեր չեն ապրել Արցախում, ապրել են եւ ապրելու են, եւ ճիշտ է Ռուբեն Վարդանյանը, եւ Արցախից այդ ուղերձները ամեն անգամ գալիս են մեզ հիշեցնելու, որ մենք պարտք ունենք ամեն օր խոսելու Արցախում գտնվող մեր գերիների եւ նրանց ազատագրման բոլոր, այսպես օրինական ճանապարհների համար պայքարելու մասին Եվ Նիկոլ այսօր ասել է պիտի մաքրվեն, Մարիամ ոնց էր ասել բառացի։ Հա։
Գնալու եմ այր տաճարի վրա մաքրվելուց հետո մաքրվել համարում է ամենտեղ գտնելու եմ մի պղծող սրբապիղծ քահանայի մի հուդայի շաթափվեց այդ դպիր էր սարկավագի դա ասում մեկը վարսավիր էր մեկը ատամնաբուժ էր մեղա Տեր Աստված դե իհարկե դրանք հուդաներ չեն նրանք թյուրիմացություններ են Եվ պետք չէ էլի գնալ մարզից մարզ մտնել մի եկեղեցի, որը հետո վերաուծման կարիք ունենա։ Ես ձեզ ասեմ, իրադարձությունները զարգանում են, չէ՞, տեսնենք, Էջմիածնում ինքը հանրահավաքի էր, հիշում եք այստեղ խոսել։ Ուր է, բա հոկտեմբերին, հոկտեմբերին անում էր, բա ուր է։ Ես կարծում եմ հիմա այս ամբողջ բռնություն էս ամեն ինչը բլոգերներին կարող եք տապալել գետին, հայ ինչ որ երևի։ Չէ, հիմա էլ էս հարցակումները, որտեղ վախեցած է վաղաշաբաթի ընտրողներից։ Վաղաշաբաթում մարդիկ զգում են ինչ է տեղի ունենում։ Եվ նրանք էլ են ուզում արժանապատի։ Որովհետև տին բոլոր ընտրությունները ցույց են տալիս, որ քաղաքացիական պայմանագիրը, որը խախտել է սեփական ծրագիրը, վստահություն չի ներշնչում։ Ինչպես կարող է վերաբերվել շարքային քաղաքացին մի քաղաքական ուժի, որ իր ծրագիրը իսկ խախտել է, հետո հիմա ասում է իրավիճակը փոխվել է։ Իրավիճակը ունեցեք քաղաքական, քաղաքացիական ողջամտություն, ասեք, որ մենք չենք կարողացել։ Ոնց որ այս ամեն ինչում իրեն չի հաջողվում, ինչ որ մտավորականների կամ երկիչիկների արվեստի մինչիկների տանել, բայց օրինակ բան այդ մխեր Արմենիա, մգեր Արմենիա գնացել էր, այտենց ուզում էր ձեռքը սեղմեր, բան ինքը դասական թյուրիմացություն է, էլի դասական թյուրիմացությունների մասին գիտեք խոսելն է սարսափել։ Մի մարդ, որը մհերել չի, էլի, մխեր կամ մգեր է։ Տեսեք, մհերը դա հնագույն հզոր անվանում է մեր ամբողջ էպոսից եկող, բայց ինքն էլ է հասկանում, որ ինքը մհեր չէ։ Ինքը ինչ որ մգեր, չգիտեմ ինչի, աղավաղված, էլի, այդ անունն էլ ինքն էլ է զգում, որ իրեն սազական չէ, բայց այդպիսի մարդկանց ներկայությունը մխիթարում է Նիկոլ Փաշինյանին, ես չեմ հասկանում, ենթադրենք, եթե այդպիսի մխիթարեք Զմիմյանս, ոնց կասեն գրապարով իրար, մխիթարեցեք Զմիմյանս, բայց համոզված եմ, նման մարդկանց ներկայությունը չի կարող մխիթարել։ Եվ վերջին բանը, չգիտեմ, երևի ծանոթ եք, ժամանակ առ ժամանակ հրապարակումներ է անում Աննա Հակոբյանը, ինչ որ երևակայական պատմություն է գրել, ես զորակցություն։ Այո, ես ուզում եմ կարճ արձակենք, որտեղ հաջորդ հյուրերը եկել են։ Տիկին Դիլբարյան, տեսեք, այստեղ աղջիկների մասին, որ մեզ մոտ նվաստացած են, մեզ մոտ ես գիտեմ, որ ես համենայնպես եւ մեծ ընտանիքից գիտեմ, տատերից, պապերից եւ միջավայրում նայում եմ, որ միշտ կանայք շատ հատուկ տեղ ունեն հայկական ընտանիքներում, դուստրերը հատկապես։ Դուստրերը ամենասիրելիներն են, ես կոնկրետ հայրերի կողմից միանշանակ։ Եվ մենք սիրո մեջ ենք մեծացել։ Մենք գիտենք մեր ավանդական ընտանեկան սկզբունքով, ասում են աղջիկը հայրիկինն է, ահա տղան մայրիկին է։ Եվ հետո ընդհանրապես եթե ավակ եղբայրներ ունես դու ինչ հոգացության եւ ուշադրության, ինչի մասին է խոսքը։ Այս երևակայական պատմություններն ով է գրում տալիս Աննային, որ այսպիսի բաներ է ասում։ Մի քիչ տարօրինակ է։ Ինձ թվաց, որ դա գիտեք դրամաշնորային ինչ որ ծրագրին կան միջազգային կազմակերպություններ, այո, որոնք նաեւ իրենց տեղը ապահովելու համար, բայց Աննա Հակոբյանը կարծում բոլորովին կարիք չունի այդպիսի դրամաշնորային ծրագրի։ Ես չեմ հասկանում դա եւ ասում է ես իմ զորակցությունը այստեղ միակ ընդունելին հենց այն էր, որ ինքը զորակցություն։ Չէ, ես մի հատ ուրիշ կարևոր բան եմ։ Ես իմ զորակցությունը եմ հայտնում Սամվել Կարապետյանի կնոջը եւ դստերը, որովհետեւ երբ ամուսինը բանտում է, խնդրում եմ այս նախադասության ուշադրություն, վայելելով հերոսացման դափնիները։ Հա, դե այստեղ։ Այսինքն Սամվել Կարապետյանին թիվ 1 բարերարին տարել են։ Դա ոչինչ, կարևորը վատ է զգում, որ ինքը հերոսացման դափնիներ է վայել։ Դա հերոսացման դափ է։ Այսինքն Նիկոլին որ տարեն նստացրել էին, Նիկոլը ղժում էր կանացի ձայնով, Զարուհի Փոստանջյանը գնաց այնտեղից ազատում էր բան, ինքը դափնի էր, հա, վայել։ Ինքը ասում էր ծեծում են ինքը, ինչի մասին է խոսքը։ Այս մարդուն տարել են, չգիտեմ ինչ պայմաններում պահում են, ինչ խոշտան, քիչ առաջ դրա մասին էինք խոսում։ Ինչը եւ իրենց այստեղ ասում է զորակցությունն է։ Ես տղամարդկանց չեմ զորակցում, մի նախադասություն։ Եվ կինը հազար անգամ ավելի շատ տարապում տանջում, ես ինչպես Սամվել Կարապետյանի, նախ ես կխնդրեի, որ չհամեմատվի, նախ Սամվել Կարապետյանի կնոջ մասին ես մի քանի բան գիտեմ, մի դրվագով միայն ասեմ, կա այսպես մի խումբ, որ ամեն ամռան հանգստանում էին, ասում են դուք միայն տեսնեք, թե Սամվել Կարապետյանի կինը
Էսթեր կարծեմ, եթե էստեր անունը Էթերի, հա, ասում են դուք տեսնեք, թե այս կինը ինչ է անում ամուսնու եւ մյուսների հետ անverջ, ինչ է անում Հայաստանի համար։ Հիմա ինչքան գումար է կողարկում, ասում են, եթե այդքան բարերար է, ուրեմն դրա կեսը ամեն ինչ, նաեւ այդ ամեն ինչը կիսում է իր հետ կինը։ Դստեր օրինակից է եւ կինն էլ է այդպեսի, որ կինն ասում է, այսքան գումար հասցրու Արցախ, այսքան գումար հասցրու եւ ում է կարեկցում։ Այս կինը պիտի հանգիստ, գիտեք, այս կինը եւ իր դուստրը եւ թորները, ես ձեզ վստահեցնում եմ, եւ ծորները, եւ ծորները իրենց անունը պապուտ գրվելու է ոսկե տառերով եւ իրենք հպարտությամբ են ասելու, որ այս մարդը հայ ժողովրդի նորանկախ հանրապետության թիվ 1 բարերարն է եղել։ Քրքրքուհանից ավելի շատ բան է արել, էսում եք կարեկցում, էս մարդիկ ինչ վիճակում եք, իրենք արդեն, գիտեք ինչ բարձրության վրա են, որ իրենց հայրը, պապը, ամուսինը, այդ կարգավիճակում է, բայց մեր շարունակությունն էլ ասեմ, Ռուբեն Վարդանյանին էլ է ասնում, ես իմ զորակցությունն եմ հայտնում, Ռուբենի, Բակոյի, Արայիկի, ես ներողություն եմ խնդրում, ես մտերիմ եմ այս մարդկանց հետ, եղել հատկապես Բակո Սահակյանի, բայց ոնց կարող է մարդը եւ մենք հասակակիցները գրեթե անայդ ոնց ասենք անունով է խոսում դիմում Բակոյի Գալերքոնի ասկանուն ասե Արայիկի եւ երկրորդ բանը ուրեմն նույն հարթության վրա է դնում ուրեմն Բաքվի բանտը եւ Հայաստանի բանտը հա փաստորեն նույն հարթության վրա մենք գիտենք ինչ են անում այնտեղ եւ առհասարակ եթե մարդը տգետ չի մի քիչ պատմություն արվեստ գրականություն գիտի թուրքական բանտեր են հայտնի ֆիլմի մեջ, որ ասում եք, գիտեք, դուք այլանդակություն եք, թուրքեր, դուք խոզ եք, խոզի ծնունդ եք, դուք դրա համար խոզի միշ չեք ուտում, դուք այլանդակ եք ձեր բանտերը, այլ դա չգիտեմ ինչ, բոլորին է հայտնի, թե թուրքական բանտերը ինչպիսին են, եւ դնել նույն հարթության վրա եւ այսպես կարեկցել Ռուբեն Վարդանյանի, Ռուբեն Վարդանյանը, ինչ ասել, Ռուբեն Վարդանյանը փայլուն լուսավոր երազներով ապրող մարդ է, կարող է մի բան ընդունենք, չընդունենք, այս մարդը մեծ երազանքներով ապրող, մեծ Հայաստան լուսավոր անկախ Հայաստանելով երազանքներով ապրող մարդ է եւ իր երազների ետևից գնացել է Արցախ եւ հաստատվել ապրում է Արցախում եւ միջև այս պահը չի հրաժարվել կարեկցել այդպիսի մարդու զորակցել նրա համար մենակ դարձիր բարեր ընտրե գիտեք զորակցել կոնտենտ վերլուծության տեսանկյունից այս կանայք մեծ հայերի Բակո Սահակյանի կինը նախ իրենք ազնվացեղ կանայք են ազնվական կանայք են եւ Բակո Սահակյանի կինը եւ Ռուբեն Վարդանյանի կինը եւ Սամվել կա ազնվացեղ ազնվական են իրականում դա իհարկե իմ կարծիքն է այս տեքստից ծնված եւ մի քանի իրականում անհարմար է զգում եւ իրեն մեղավոր է զգում իր ամուսնու եւ այս ամբողջ կատարվածի համար ինչ է ասում նկատի ունենալով ոչ ինչպիսի ազդեցություն ինքը գիտակցում է այն ազգակործան սարսափելի իրողությունը որը տեղի է ունենում բայց ինքը ունի մեծ ազդեցություն Նիկոլի վրա ինքը ունի մեծագույն ազդեցություն Նիկոլի վրա եւ պետք չի այսպիսի երեսպաշտություն անել տալ անջատվել որ ինքը զորակցում է տեսեք Նիկոլ Փաշինյանը չի զորակցում բայց ինքը զորակցում է Սակայն պետք է ասել մի կարևոր բան, որ եթե ինքը իսկապես զորակցում է, այսինքն իսկապես զգում է, ինքը կարող է գործնական քայլ անել։ Օրինակ հիշում եք, չէ, որ Աննա Հակոբյանը գնաց կարծես Ուկրաինայի երեխաներին, չէ, ընծաներ էր տարել, այսպես բարեգործական նախաձեռնություն։ Եվ ինքը քանիցս հանդիպել է Մեհրիբան Ալիևային եւ Փաշաևա Ալիևային եւ Էրդողանի կնոջը եւ ինչ Ես ձեզ վստահեցնեմ, որ Աննայի կարեկցանքին դա կարեկցանք չի, Փարքասո ինքը գրել է զորակցում։ Որևէ մեկը չի հավատում։ Որևէ մեկը։ Իհարկե, բայց ինչու չեն հավատում, որտեղ գործ չկա։ Եթե իսկապես Տիկին Հակոբյանը զորակցում է այդ մարդկանց, ուրեմն ճանապարհը բաց է դեպի Բաքու, ինքը կարող է գնալ Բաքու հանդիպել։ Չէ, ես լուրջ գործնական առաջարկություն եմ անում։ Եթե զորակցում ես, զորակցել բառը շատ զորեղ բառ է հայերեն։ Այսինքն զորությունդ, ուժդ կցել։ Ինքը Մեհրիբանի հետ ուղիղ հարաբերություններ ունի նաև Էրդողանի կնոջ հետ հարաբերություններ։ Ինքը կարող է գնալ Բաքու եւ այնտեղ բարձրացնել այդ մարդկանց ազատ արձակման խնդիրը։ Ընդ որում
այդ մարդկանց մեղքը, ակնհայտորեն քաղաքական, հայատյաց, բացարձակ անհիմն չապացուցված քաղաքականությունը, դե բնականաբար քաղաքացիական պայմանագրի իրականացրած քաղաքականության, որը ղեկավարում է նրա ամուսինը։ Բայց ես ձեզ ասեմ, երբեք ուշ չէ։ Եթե նա կարծում է, ապա պետք է գնա Բաքու եւ բարձրացնի այդ հարցը։ Շնորհակալություն։ Նա հրավիրել էր Մեհրիբանին թեյ խմելու, կարծես Շուշիում հայտնվեց Մեհրիբանը եւ ոչ միայն Շուշիում, բայց հիմա ժամանակն է գնալ Բաքու եւ իսկապես զորակցություն հայտնել։ Եվ հետո նոր վերադառնալ եւ գնալ ներքին գործերի այդ նախարարի, նաեւ, չգիտեմ, դատախազի եւ այսպես քննչականի պետի հետ գնալ մտնել զորա շատ լավ առաջարկել, բայց կարծում եմ չի գտնվի մի ողջամիտ հայ, որ հավատա։ Շնորհակալություն։ Ամեն ինչ գնդակը Տիկին Հակոբյանի դաշտում է։ Ինքն է առաջարկել, չէ՞, զորակցել։ Ես էլ առաջարկում իրապես ոչ թե խոսքով զորակցել, հասկանում եք, կասկածահարույց տեքստերով, այլ իրական քայլերով։ Շատ